Կարապետյան, վստահ եմ տեղյակ եք, որ փաստերի ստուգման հարթակը ձեր քաղաքացիության հետ կապված հերթական հետաքննությունն է իրականացրել եւ հրապարակված փաստերը վկայում են, որ դուք 2023 թվականից մինչև 2026 թվականը ունեցել եք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Ես չեմ ունեցել այլ երկրի քաղաքացիություն, փաստերի ստուգման հարթակը սխալ տվյալ է հրապարակել եւ ամենայն հավանականությամբ նա գտնվում է իշխող քաղաքական ուժի ազդեցության տակ։ Մենք բազմաթիվ անգամ դա նկատել ենք։ Ես եւս մեկ անգամ ասում եմ, եթե մեկը 1% կասկած ունի, կարող է ինձ հետ գրազ գալ, գրազի պայմանը, որ նա հրաժարական կտա իր պաշտոնից, գրազի պայմանը գումար փոխանցելն է հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող պաշտոնյաներին անվճար դեղորայք տալու։ Երկու տարբերակ, թող ով ցանկություն ունի, թող գրած գա։ Ինչն է պատճառը, որ չեն գալիս։ Շնորհակալություն, այդ դեպքում հրապարակված փաստերը, պատճենները, լուսապատճենները մեր փաստաբանները դիմել են տվյալ երկրի դեսպանատուն, տվյալ երկրի դեսպանատունից ստացել ենք արդեն պատասխանը եւ պատասխանը կհրապարակենք այսօր երեկոյան։ Իսկ ձեր անձնական տվյալները, պարոն Կարապետյան, Նարեկ Կարենի Կարապետյան, ինչպես է հայտնվել համապատասխան գերատեսչության, համապատասխան ինստիտուտի տվյալների բաժնում։ Որ ինստիտուտի։ Պետական ռեգիստրի մասին է խոսքը, մի շարք այլ ամենայն հավանականությամբ ավտոմատ յուրաքանչյուր փայատերերին գրանցելուց ավտոմատ գրանցել են այն երկրի ռեզիդենտուրան, որտեղ որ գրանցված է ընկերությունը, բայց դա վրիպակ է, նախորդ անգամ մի անգամ էլ էր այդպես դեպք եղել, դիմել էին մեր իրավաբանները, իրենք շատ արագ ուղղել էին, այս անգամ էլ կդիմենք ուղղեն։ Դուք ուշ եք հայտնաբերել այդ վրիպակը, ինչու ավելի։ Մենք ավելի ուշ ենք հայտնաբերել, քան մեր լրագրող գործընկերները կամ քան մեր իշխանական գործընկերները, ուշադրություն չենք դարձրել, դա կարևոր չէ, որովհետև մենք գիտենք ճշմարտությունը մի հատ է, ճշմարտությունը պարզ է, որևէ բան դժվարություն այդտեղ չկա։ Դա չես կարող թաքցնել էլ։ Այսինքն եւս մեկ անգամ հավաստիացնում եք, պարոն Կարապետյան, որ դուք ունեք բացառապես Հայաստանի Հանրապետության։ Իսկ մի հատ էլ ես խնդրանք կհարցնեք ազգային ժողովում, ով որ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ, վերջը ինքը սովորել էր Թուրքիայում, թե չէ, ինքը ոնց որ ասեց, որ ինքը չի սովորել, բայց Սաբանջի համալսարանում մենք տեսանք գրված, որ ինքը Սաբանջի համալսարանի ուսանողներից է եղել, վերջը սովորել է Թուրքիայում։ Համալսարանում սովորել է ինչ որ անպատվություն է կամ չգիտեմ։ Նա հրաժարվել է, Թուրքիայում սովորել է այն ժամանակ, երբ որ Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի process-ի մեջ են, չգիտեմ ինչ է, ամեն դեպքում հերոսություն չէ, բայց մյուս բանն է, որ նա հայտարարել էր, որ չի սովորել, չէ՞։ Բայց հետո Ալեքսանյան Ալիկին, ինչու չի պատասխանում Ալեքսանյան Ալիկին, ուր է սովորել վերջը, ինչու է թաքցրել, որ սովորել է Թուրքիայում։ Ես գնահատում եմ հարցերը շրջանցելու ձեր շրջանցելու, ես գնահատում եմ հարցերին չպատասխանելու ձեր հովանավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների ամբողջ ջանքերը, բայց այդ հարցին վաղ թե ուշ նա պետք է պատասխանի։ Դա իրավասությունից դուրս հարցադրում է։ Իհարկե, բայց դուք քանի որ լրատվական միջոցի ներկայացուցիչ եք, հնարավորություն ունեք իրենից հարցնելու։ Տվեք հարցերի հաջորդ լսում եմ։ Պարոն Կարապետյան, ուժեղ Հայաստան Facebook-յան էջում հրապարակվել էին սոցիոլոգիական հարցման հերթական տվյալներ, ըստ որոնց դուք 41%, այսինքն հարցադրումը այսպես է ձևակերպված, եթե երկու գործիչներ լինեն, գործիչների միջև ընտրություն կատարել քաղաքացին, 41%-ը կքվեարկեր Սամվել Կարապետյանի օգտին, 36% Պոչիկով կարծեմ 2%-ը Նիկոլ Փաշինյանի։ Խնդրում եմ ասեք, սոցիոլոգիական հարցումները որ ընկերությունն է իրականացրել։ Էմպիրիկա։ Երբ է իրականացրել։ Իրականացրել է մայիս ամսվա սկզբում, էմպիրիկան կարող եք իրենցից հարցազրույց վերցնել մշտական, մենք աշխատել ենք մշտական այդ ընկերության հետ եւ 2021 թվականի ընտրություններին ամենաճիշտ պատասխանը տվող ընկերությունն էր սոցիոլոգիական։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման ուսումնասիրել եք այո, ուսումնասիրել եմ IRI-ը ես շատ ճշգրիտ տվյալ եմ միշտ տվել, օրինակ համատել ենք ինչ էմպիրիկան ինչ տվյալ է տվել, ում հետ մենք աշխատել ենք եւ ինչ տվյալ է տվել IRI-ը, էմպիրիկան տվել էր նախորդ ընտրություններում ընդդիմության կուսակցություններից մեկը, որ ունենալու է 3 IRI-ը կներեք ձեր այն որ հմեկով ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իբր շատ ձայն ունի 21 թվականին այդ նույն հարցում անող ընկերությունը տվել էր, որ ընդդիմություն ունի 3% ձայն, ընդդիմության առաջին ուժը
բայց ընդդիմության առաջ ուժը 21% ձայն ուներ։ Նույն ժամանակ էմպիրիկան ճիշտ տվյալներ տվել։ Մենք դրա համար համեմատում ենք, մեր հայրենակիցներն է թող տեսնեն, եթե չեք կտրելու, որ IRA-ը, ինչպես դուք ասեցիք, հանրապետական ինստիտուտը 21 թվականին հիմնական ընդդիմադիր ուժին տվել էին 3% ձայն, բայց նա հավաքել էր 21%, 7 անգամ մոտ տարբերություն են տալի։ Հուսով եմ այս անգամ, եթե 7 անգամ տարբերություն տան, էլի դրական արդյունք է իրենց համար։ IRA-ի ձեր հանրային վստահության տոկոսը 6 է, ինչպես է այդպես ստացվում։ Մի դեպքում 41 այդ ահռելի տարբերությունը։ Ինչպես է ստացվել, որ 21%-ը 21 թվականին 21% ձայն հավաքած ուժին IRA-ը տվել էր 3%, ինչպես է ստացվել։ Եկեք 26 թվականի տվյալների վրա։ Մենք պետք է հասկանանք ինչքան Չեք վստահում միջազգային հանրապետական։ Տեսեք, եկեք իրար հետ մտածենք, վստահելու հարցը 21 թվին ընկերությունը տվել է 3% ընդդիմադիր ուժին, որ հավաքել է 21%, 7 անգամ տարբեր է տվել։ Դուք իմ տեղը լինեիք, կվստահեիք։ Մի հարց էլ պարոն Կարապետյան, չարաշահելով Վերջինը Պարոն Կարապետյան, ձեր հորեղբայրը պարոն Սամվել Կարապետյանն քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այսպիսի արտահայտություն արել, եթե ինքը գա իշխանության, ապա խնդիրներ է ստեղծելու Ալիևի համար։ Ես խնդրում եմ մեկնաբանեք, սա ինչ է նշանակում, ինչ խնդիրներ ստեղծելու մասին է խոսքը։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ձեր հորեղբոր նկատմամբ։ Այո, իսկ ինչու է հայտարարել հետախուզում միջազգային։ Ինչու։ Պարզաբանեք, բայց Արդյոք Հայաստանի Հանրապետության աջակցելու համար չի հայտարարել։ Արդյոք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից որևէ անդամի Ադրբեջանը հետախուզում հայտարարել է, թե չէ։ Իսկ ինչու է Ադրբեջանի նախագահ հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանին, չի հետախուզում չի հայտարարել օրինակ Փաշինյանին, օրինակ ԿՊ-ի այն տղաներին, որ դուրս են գալիս եւ քաջաբար բան են անում, քննադատում են ընդդիմությանը, սակայն պատերազմից հետո ոչ մեկի ընտանիքի անդամին հետախուզում չհայտարարեցին։ Պրոբլեմ ստեղծել ասվածը ինչ է ենթադրում պարոն Կարապետյանը։ Հայաստանը ունենալու է ակտիվ դիվանագիտական դիրք, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտող յուրաքանչյուր երկրին ցույց է տալու, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Պրոբլեմ ստեղծելը դա է։ Իհարկե, ակտիվ դիվանագիտական դիրք, իհարկե։ Այսինքն ուզում հասկանամ, ինչ է տեղի ունենալու օրինակ Ադրբեջանի հետ, Ալիևը ինչ է անելու, որ չէր արել մինչև հիմա, եւ եթե պրոբլեմ ստեղծելու մասին ենք խոսում, պարոն Կարապետյան, թույլտվեք հարցնել, օրինակ մի քիչ ավելի լայն է ձեր հարցին պատասխանելը, որը ոտքի վրա կարող է սխալ լինել, բայց ընդհանուր որպեսի ձեզ թեորիապես ասեմ, դա ակտիվ դիվանագիտական քաղաքականության արդյունքում այն երկիրը, որը զբաղեցրել է Հայաստանի տարածքի 220-240 կիլոմետր տարածք Հայաստանի տարածքից, այդ երկրի համար իհարկե միջազգային դաշտում, համաշխարհային քաղաքական դաշտում լինելու են խնդիրներ, որովհետև դա տարածքային ամբողջականության խախտում է։ Իսկ գուցե բանակցությունների ֆորմատով լուծվեր հարցը դեպի աշխարհ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար